ծխախոտային տուփերի վրա, այսպես ասած, վատ պատկերներ են, որոնք նրա մասին են, թե ինչպիսի հետևանք կունենա ծխելը առողջության համար։ 24 թվականի ընթացքում մի շարք տեղական արտադրողներ շարունակում էին արտադրել եւ շրջանառության մեջ դնել հին տեսքերով տուփեր առանց գրաֆիկական նախազգուշացումների։ Ծխախոտային արտադրանքով զբաղվող ընկերությունների համար 400,000 դրամ տուգանքը որևէ ազդեցություն չէր ունենա, հաշվի առնելով այդտեղ շրջանառությունների ծավալները եւ իրենց շահութաբերության մակարդակը, եւ Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար ու մրցակցային միջավայր ապահովելու, ինչպես նաեւ խնդրին իրավաչափ լուծում տալու նպատակով նախաձեռնվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարել, առաջարկելով ավելացնել տուգանքը իրավախախտման նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով, ավելի բարձր տուգանքը կարող է էապես բարելավել իրավիճակը եւ երաշխավորել շուկայում գործող պահանջներին համապատասխանող արտադրանքի առկայություն, ստեղծելով արդար եւ մրցակցային պայմաններ։ Ինչի համար ենք շեշտը դրել տուգանքի վրա, որովհետեւ տնտեսվարողները ընդունում են, որ իրենք խախտում են եւ պարբերաբար ու մեծ հաճույքով վճարում են 400,000 դրամները։ Այո, ընդուն խախտել ենք, շնորհակալություն, տուգանքը վճարեցինք, խախտել ենք, վճարեցինք։ Հիմա երբ որ տուգանքի ծավալը կմեծացնենք, ուղղակի չեն խախտի մեր կարծիքով, կամ այնքան կվճարեն, որ հասարակության եւ մրցակցությանը տված վնասը ինձ թվում է էական չափով կփոխհատուցվի։